Պաշտպանությունն այն ուղղություններից մեկն է, որտեղ Հայաստանն ու Հնդկաստանը շատ սերտ գործակցություն ունեն, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար Վիոն լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը ուղղված չէ որևէ այլ երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ, կենտրոնացած ենք խաղաղություն եւ կայունություն հաստատելու եւ մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ Այսպիսով մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում եւ այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում։ Հայաստանն անում է նաև առավելագույնը դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս, նշել է Միրզոյանը։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկով, որը նախ եւ առաջ նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային եւ տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաեւ այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի 3 երկրների վրա։ Ուստի մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ, ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության եւ ինտերնետային մալուխները։ Այս ամենը իրականացնելու համար Հայաստանը բանակցությունների մեջ է հարևանների հետ, հատկապես Ադրբեջանի, որին ներկայացրել է առաջարկներ ձեռնտու երկու երկրին էլ։ Միաժամանակ շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման եւ մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն հյուսիս-հարավ, այլև արևմուտք-արևելք կամ եթե կուզեք արևելք-արևմուտք ուղղություն։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, Միրզոյանը նշել է, Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը շատ մոտ են։ Եթե մեզ հաջողվի նախ եւ առաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության եւ կայունության ամենաուժեղ հենասյուններից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաեւ լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները եւ համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ։ Օրինակ, ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել եւ այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգ։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության եւ վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել։ Այսպիսով բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև եւ կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Միրզոյանը նկատել է այս պահին բավականին դինամիկ երկխոսություն է Հայաստանը վարում Թուրքիայի հետ։ Մինչ այժմ հաջողվել է փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։ Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանները նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, նաև Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ եւս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։ Ինչ վերաբերում է Իրանին եւ Վրաստանին, ապա Հայաստանը ձգտում է խորացնել կապերը։ Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Հնդկաստանի հետ տնտեսական ոլորտում գործակցությանը, կարևորել Չաբահար նավահանգստի օգտագործումը։ Միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջև գործակցությանն անդրադառնալով նախարարը նշել է, այստեղ Հայաստանն ու Հնդկաստանը սերտ գործակցություն ունեն։ Հնդկաստանի համար Պակիստանից եկող անդրսահմանային ահաբեկչության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին Միրզոյանն արձագանքել է. Հայաստանն աջակցում է Հնդկաստանի դիրքորոշմանը եւ ընկալմանը Ջամու եւ Քաշմիրի հարցում եւ կողջունի այստեղ ցանկացած դրական եւ խաղաղ առաջընթաց։ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներում եւ աշխարհի բոլոր անկյուններում։ Մենք ինքներս ցավալի փորձ ենք ունեցել մեր տարածաշրջանի հակամարտություններում վարձկան ահաբեկիչների ներգրավման հետ կապված։ Այդ իսկ պատճառով, ինչպես արդեն ասացի, մենք դատապարտում ենք ահաբեկչությունը։ Մենք տեսնում ենք, որ ահաբեկչությունը կարող է ավելի վատ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա, եթե աջակցվի որոշ պետությունների կողմից։ Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ Ուկրաինայում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա ազգերին շարունակել ու խորացնել գործակցությունը, առևտուր անել միմյանց հետ եւ օգուտ քաղել միմյանցից, եզրափակել է նախարար Միրզոյանը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։